Բարև ձեզ սիրելիներս, այսօր 29 է մարտի 2025 թվական, ես ուզում եմ պատմել երազ, որը վերաբերում է Ռուսաստանին, Ֆրանսիային, Եվրոպային, այսինքն մոտակա ժամանակներում սպասվող պատերազմական իրադարձություններին, որոնք որ լինելու են և անխուսափելի են։ Երազումս ես նախ տեսնում եմ Ֆրանսիան, և ես տեսնում եմ, որ մոտենում է հափշտակության ժամանակը, տեսնում եմ, որ այնտեղից այնքան շատ մարդիկ չեն հափշտակվում ըստ այդ երկրի բնակչության քանակի, հափշտակվողները շատ քիչ էին, և տեսնում եմ, որ հափշտակությունից առաջ այդ երկիրը սկսում է քանդվել, և տեսնում եմ նրա ամենակարևոր շինությունները ինչպես են փուլ գալիս, նրանք փլվում, թափվում էին ուղղակի գետնին, և ես հասկանում էի, երազումս ես հասկանում էի, որ Ֆրանսիայից պետք է հեռանալ, շուտ հեռանալ, որովհետև գնալով ամեն ինչ վատանալու է այնտեղ և շատ վտանգավոր էր։ Հիմա այս խոսքերիցս չեմ ուզում մարդիկ մտածեն, որ իրենք բոլորը պետք է հեռանան այդտեղից։ Ես ունեմ մի քանի ձայնագրություններ, որտեղ Սուրբ Հոգու խոսքն եմ փոխանցում մարդկանց, ասելով, որտեղ էլ որ դուք գտնվեք, Տերն ուզում է, որ դուք աղոթեք և իրեն հարցնեք, մնալ նույն տեղում, մինչև հափշտակությունը, թե հեռանալ ինչ-որ մի ուրիշ տեղ, և Տերը ձեզ ցույց կտա։ Եվ երազումս ես տեսնում եմ ինչպես է Ֆրանսիան փուլ գալիս, քանդվում էր ուղղակի, նրա կառավարական շենքեր էին, կարևոր շենքեր էին, քանդվում էին, բայց հափշտակությունն էր արդեն պատրաստվում, և մարդիկ էին հավաքվում, ովքեր որ պետք է հափշտակվեին։ Այդ երազից հետո ես տեսնում եմ մեկ ուրիշը, ես տեսնում եմ Ռուսաստանը։ Ես տեսնում եմ Ռուսաստանը և ինչ է տեղի ունենում։ Տեսնում եմ Ռուսաստանում պատերազմական վիճակ, հետո տեսնում եմ այդ պատերազմական վիճակը հենց ինքը, այդ պետությունը փորձում է մի փոքր հանդարտեցնել, բայց այդ ընթացքում պատրաստվել նոր ավելի մեծ պատերազմի։ Եվ երբ նա սկսում է պատրաստվել այդ մեծ պատերազմին, նա դա թաքցնում է մարդկանցից, որպեսզի մարդիկ շատ չվախենան, շատ չշփոթվեն, չխառնվեն, լարվածությունը չմեծանա, և այդ մարդիկ ասելով վերաբերում է և այդ երկրի բնակչությանը, և մյուս մարդկանց, ովքեր որ չեն ապրում այդ երկրում։ Այսինքն ընդհանուր իրավիճակը նա փորձում է խաղաղեցնել իբր սուտ կեղծ կերպով, և ինքը մի կողմի վրա սկսում է պատրաստվել, ամեն իմաստով սկսում է պատրաստվել ավելի մեծ ու նոր պատերազմի, բայց ես տեսնում եմ, որ նա շատ ուժեղ է պատրաստվում և նա շատ հզոր է, բայց տեսնում եմ, որ նրա այդ հզորությունը շատ մահեր է բերելու, և տեսնում եմ, որ նրա իշխանությունը շատ մեծ էր, բայց մահ